Հասարակական տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու դեպքում 15-ից 18 հազար դրամի չափ տուգանքներին վերաբերող նախագծերի փաթեթը քննարկվել է նախարարական կոմիտեում։ Հանրային քննարկման սեղանին է։ Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաեւ արտոնություն ունեցողների քարտերով երթևեկողները։ Երկշաբաթյա ժամկետը կլրանա ուրեմն հաջորդ երկշաբթի օրը, եթե չեմ սխալվում, եւ ամփոփվելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Քաղաքապետարանի հորդորն է տնտեսվարողներին եւ քաղաքացիներին շինարարական ցանկացած աշխատանք կատարելիս դիմել, թույլտվություն ստանալ եւ հետո միայն իրականացնել գործողություններ։ Տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի, եւ նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք որ արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին պարզեցված տրամաբանությամբ։ Հունվար-փետրվար ամիսներին եւ մինչեւ մարտի կեսը վաճառվել է 17 միլիոն 743 հազար 372 տոմս, հասույթը 2 միլիարդ 538 միլիոն 946 հազար 350 դրամ է եղել։ Այդ 17 միլիոն 743 հազար 372-ը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկանգամյա երթերը, մինչև 1 տարի ժամկետով տոմսերը։ Հրազդանի կիրճում հենապատը ոչ բարվոք վիճակում է, այդ հատվածում ջրերից լցվելուց հետո ասֆալտը քանդվում է։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ այնց ամբողջովին ասֆալտ կանենք, էլի։ Այդ դեպքում նաև ասեք Բիձեքի գյուղում ինչ է կանում։ Այս պահին այդ հանրահայտ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև այդ ներքևի հատվածի բարեկարգումը, շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են, այդտեղ ընդհանուր բոլոր այդ մարզասարքերի վերանորոգումը արեցինք։ Երթևեկությունը կառավարելու համար ըստ քաղաքապետի այդ հատվածում նաև մասնակի ռետինե հատակներ, լուսացույցեր են տեղադրվելու։